Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ոչ ֆորմալ կրթությունը այն ճանապարհն է, որով անցնելիս յուրաքանչյուր երեխա դառնում է ավելի ինքնավստահ, ավելի լի հմտություններով եւ կյանքի համար անհրաժեշտ տարատեսակ կարողություններով։ Ոչ ֆորմալ կրթությունը մեր ժամանակ շատ ավելի քիչ հնարավորություններ ուներ, այսօր մեր երեխաները ունեն հրաշալի հնարավորություններ, բազմազան ոչ ֆորմալ խմբակներ հաճախելու, երիտասարդական կառույցներ եւ դա հրաշալի է, ողջունելի է։ Ծնողները արգելում են երեխաներին մասնակցել կրթական ծրագրերին, իրենց սեփական վախերից ելնելով, այդպիսի ծնողներին երևի խորհուրդ կտրվեր հաղթահարել իրենց վախերը եւ շատ ավելի ազատ կլինեն նաեւ երեխաները իրենց ուսումնասիրման մեջ։ Օրինակ մարզերում կազմակերպությունները սկսում են ինչ-որ ակտիվություն, հետո ինչ-ինչ պատճառներով, օրինակ ֆինանսավորման պակասի պատճառով ակտիվությունը դադարում է, իսկ երեխաները արդեն ոգևորվել են, ներգրավել են գործի մեջ եւ դա կարող է հիասթափություն առաջացնել։ Ինչ եք պատկերացնում, երբ լսում եք կրթություն բառը։ Դպրոց, դասարան, գրատախտակ, գնահատականներ։ Բայց հաստատ կհամաձայնեք, որ երեխաները սովորում են նաև այնտեղ, ուր չկա զանգ, չկա օրագիր, չկա ճիշտ կամ սխալ պատասխան։ Երեխան սովորում է, երբ մասնակցում է քննարկման, երբ բարձրաձայնում է գաղափար, բանավիճում է, լսում է։ Երեխան սովորում է, երբ փորձում է ինչ-որ բան նախաձեռնել, սխալվում է, ուղղում է ու շարժվում առաջ։ Դա կոչվում է ոչ ֆորմալ կրթություն։ Տարածք, որտեղ սովորելը ոչ թե պարտականություն է, այլ ներքին շարժում։ Բայց արդյոք բոլորս նույն կերպ ենք հասկանում ոչ ֆորմալ կրթությունը։ Արդյոք այն գալիս է լրացնելու դպրոցի տվածը, թե փորձում է փոխարինել։ Եվ ինչու որոշ ծնողների համար դա հնարավորություն է, իսկ մյուսների կարծիքով ժամանակի վատնում։ Ծնողական ժողովում խոսում ենք ոչ ֆորմալ կրթության մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Այսօրվա մեր քննարկման թեման ոչ ֆորմալ կրթությունն է։ Կարևոր է ձեր ներկայությունն ու կարծիքը այստեղ որպես ծնող, բայց մի պահ մոռանում ենք մեր ծնողական դերի մասին ու գնում ենք մեր մանկության տարիներ։ Հետաքրքիր է իմանալ, թե ոչ ֆորմալ կրթության ինչպիսի փորձառություն ունեք դուք։ Խնդրեմ։ Շատ տարբեր բաների մեջ եմ ինձ փորձել, այսինքն ծնողներս միշտ աջակցել են, որ ֆորմալ կրթությունից հետո պարտադիր նաև լինի ոչ ֆորմալ կրթությունը եւ դրա շնորհիվ կարծում եմ ես կարողացել եմ գտնել այն, ինչը ընդհանրում է ինձ, իմ էությունը դառնա ամբողջական, այո, եւ կարծում եմ բոլոր երեխաները պետք է այդ հնարավորություն ունենան, իրենց փորձեն ամեն ոլորտում, որպեսզի կարողանան գիտակցեն, թե ինչումն է իրենց ուժեղ կողմը, իրենց տաղանդը կամ տաղանդները բացահայտեն եւ կարողանան ծնողների աջակցությամբ զարգացնել իրենց ուժեղ կողմերը։ Եթե մենք գնանք 10-15 տարի առաջ, բնականաբար հնարավորությունները շատ սուղ էին։ Ես ապրում էի Վանաձորում ու այնտեղ կային բոլոր տիպի խմբակները սպորտի եւ երաժշտության, բայց քաղաքացիական նախաձեռնության ծրագրեր շատ քիչ էին ու կարելի ասել ես այն եզակի երջանիկներից մեկն եմ, ում բախտ էր վիճակվել, ներգրավել քաղաքացի նախագծում, որը հնարավորություն էր տալիս վերհանել համայնքային խնդիրները, վերլուծել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկել եւ լուծումներ գտնել ու փորձել քայլեր ձեռնարկել լուծումները իրականացնելու համար։ Սա շատ հիմնակարային եղավ ու ճակատագրական ինձ համար, որովհետև ես հասկացա, որ սա հենց այն է, ինչի շուրջ ես ուզում եմ աշխատել հետագայում ու այսպես ասած ինձ ոգևորեց ու գծեց իմ կյանքի ուղին։ Շատ ճիշտ նկատառում է ծնողի կողմից, քանի որ տարիներ առաջ, 10-20 տարի առաջ մեզ համար հիմնականում ոչ ֆորմալ կրթությունը արվեստն էր, նկարչությունը, պարը, երաժշտությունը եւ բավարար ուշադրություն չէինք դարձնում նաեւ քաղաքացիական կրթությանը, որը իրականում հնարավորություն է տալիս անհատի զարգացման համար, ինքնազարգացման համար եւ իհարկե շատ կարեւոր է համայնքային առումով երիտասարդների զբաղվածությունը, որպեսզի իրենք կարողանան նաեւ ազդել համայնքի զարգացման վրա ու նաեւ զգան, թե իրենք ինչպիսի փոփոխություն են բերում համայնքում։ Իսկ հիմա հնարավորությունները անսահմանափակ են։ Շատ կարևոր են երեխաների մոտիվացիան
եւ ծնողների ցանկությունը եւ նաեւ ծնողների գիտակցումը, թե ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ այդ մասնակցությունը դասընթացներին, քննարկումներին, բանավեճերին երեխաների եւ ընդհանուր զարգացման եւ նաեւ մասնագիտական կողմնորոշման համար։ Շնորհակալ եմ շատ, Էդվարդ, կցանկանայի, որ այս հարցում ընդգծեք նաև մեր կամ ձեր սերնդի մոտ աղջիկների ու տղաների մասնակցության տարբերությունը։ Նկատել եք նման բան ոչ ֆորմալ կրթության մեջ, որքանով էին ներգրաված տղաները ձեր տարիներին եւ հիմա։ Երևի թե կասեի, որ տղաները ավելի քիչ հավանաբար, որոշակի սոցիոկուլտուրական միգուցե դրվածքների պատճառով, չգիտեմ, դժվար է ասել, բայց ես ինքս փոքր ժամանակվանից գնում էի տարբեր խմբակների, այն տղաներից որ ջութակի էր գնում։ Հետաքրքիր է, որ մեր տարիքի ծնողների համար հիմնականում ոչ ֆորմալ կրթություն նաև ընկալվում է երաժշտությունը, նկարչությունը, արվեստի հետ կապված բոլոր խմբակները, սակայն ոչ ֆորմալը դա տնից, դպրոցից եւ պետական հաստատություններից դուրս ստացած հմտություններն են։ Պետք է նաև հասկանանք եւ կարեւորենք այս ոլորտից դուրս նաև այլ խմբակների ու ոչ ֆորմալ հմտությունների կարեւորությունը, քանի որ տարը փոխվում է, մենք 21-րդ դարում ենք եւ նոր հմտություններ են ձևավորվել եւ շատ նոր գիտելիքներ կան, որոնց երիտասարդները պետք է պատրաստ լինեն եւ սովորեն, որպեսզի կարողանան իրենց կյանքը ճիշտ կառավարել եւ բարեկեցիկ ապրել։ Ես այն ինչը կարող եմ առանձնացնեմ, երևի կասեի, որ ի տարբերություն դպրոցի, որտեղ ուղղակի տարածաշրջանային, ոնց որ տարածքի ժողովուրդն երեխաներն են գնում, խմբակներում հետաքրքրություններով են առանձնացված։ Դրա շնորհիվ մարդիկ իրենց նմաններին են գտնում, ավելի շատ էնտուզիազմով են վերաբերվում, հետաքրքրությունը առաջանում, մեկը ինչ որ ձեռքբերում ունեցավ, մյուսն էլ է ուզում դա անել։ Կարծում եմ երկու սեռին էլ վերաբերվում է հավասարապես։ Հիմա ոլորտներին գալով երաժիշտ ծնող ունենք, արդյոք դուք հիմա ձեր երեխաներին կենտրոնացնում եք հատկապես այդ ուղղության վրա, երաժշտություն, արվեստ, թե մի փոքր ավելի ընդլայնում եք եւ օրինակ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, սեփական իրավունքները ճանաչելու, հասարակության մեջ ինչ որ տեղ ու դիրք եւ դեր զբաղեցնելու ուղղությամբ փորձում եք երեխաներին տանել զառը։ Ես ասեմ, որ մեզ մոտ հակառակ process-ն է տեղի ունենում, տղայիս փորձում եմ ինտեգրել երաժշտության մեջ, դեռևս չի ստացվում։ Դա ուզում էի իհարկե շեշտել, ես եթե լինեի կրթության ոլորտին մոտիկ մարդ, անպայման կներառեի դպրոցական ծրագրում որևիցե գործիքի տիրապետում, որտեղ դա շատ մեծ հնարավորություններ է տալիս, մի այլ աշխարհ է ստեղծում երեխայի համար զարգացման առումով, շատ ճկուն մտածելակերպ է տալիս, շատ նեյրոցանցը այլ կերպ է սկսում աշխատել, երբ երեխան տիրապետում է որևիցե գործիքի։ Այլ բան է դու հաճախես համերգ, ինտեգրվես երաժշտության մեջ, բայց այլ բան է քո ձեռքերը, ուղեղը, ականջները, բոլորը միասին աշխատում են միախմբված եւ դա մի այլ հրաշք ճկուն մտածելակերպ է տալիս երեխաներին։ Մի հանգամանք այսօր երեխաները շատ զբաղված են, շատ բազմազբաղ են եւ երբեմն դպրոցը միայն արդեն բավականին ծանրաբեռնված է եւ երեխայի առօրյան շատ հագեցած է։ Ինչ է կարծում Մարիամ, ոչ ֆորմալ կրթությունը հավելյալ մոտիվացիա է երեխայի համար, թե ինչ որ իմաստով կարող է նույնիսկ բեռ դառնալ, որովհետեւ կան ծնողներ, որ ունեն այս մտավախությունը։ Այո, իրոք դպրոցը այս պահին մենք էլ հաճախում ենք մասնավոր դպրոց, ինքը բավականին ծանրաբեռնված է։ Ինչն է կարևորը ոչ ֆորմալ կրթության, որ երեխան ստիպված չլինի դա անել։ Նախ պետք է հետևել տեսնել երեխան ինչով է հետաքրքրված, ինքը ինչ է ձգտում անել ազատ ժամանակ։ Այսինքն եթե ցանկություն ունենա կարող է համատեղել։ Ազատ ժամանակ, ինչ է ինքը ուզում անել, այ դա զարգացնել։ Այսինքն դա իր համար տանջանք չի լինի, դա իր համար կլինի ձգտում։ Դասերս արագ ավարտեմ, որ զբաղվեմ այդ գործով։ Կարևորը որ ոչ ֆորմալ կրթությունը լինի երեխայի ուժեղ կողմը, երեխայի հետաքրքրվածությունը, էնտուզիազմը զարգացնելը։ Այդ դեպքում դա կլինի ոչ թե բեռ, այլ մեծագույն հաճույք։ Մենք ոչ ֆորմալ կրթության մասնագետներ չենք, ուստի որոշ ձևակերպումներ կարող էին լինել սիրողական։ Թե ինչ պայմաններ է իրականում ենթադրում ոչ ֆորմալ կրթությունը, ինչ գործառույթ ունի եւ որոնք են առավելությունները, պատմել են մասնագետն ու մի խումբ պատանիներ։ Ոչ ֆորմալ կրթությունը շարունակական ուսումնառության ձև է։ Նպատակն է զարգացնել անձի կարողությունները, արժեքային համակարգն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում մասնակցություն ունենալու, մտահորիզոնն ընդլայնելու եւ անընդհատ փոփոխվող միջավայրին հարմարվելու համար։ Այն իրականացնում են ֆորմալ կրթական համակարգից, դպրոցներից, քոլեջներից եւ կրթական այլ հաստատություններից դուրս կամ դրանց զուգահեռ։
Ծնողական ժողովը հյուր է երիտասարդներին ոչ ֆորմալ կրթություն տրամադրող ալտերնատիվ երիտասարդական կենտրոնին։ Սա մեծ փորձառություն էր ինձ համար, քանի որ ծրագրի ընթացքում ունեցել ենք դասընթացաշարեր եւ այդ դասընթացաշարերի միջոցով զարգացրել եմ իմ հմտությունները, ձեռք եմ բերել նոր գիտելիքներ քաղաքացիական ակտիվիզմի, ժողովրդավարության եւ առանձնահատկության թեմաների շուրջ։ Դասընթացներն հանձնելիս ավելի խորապես ուսումնասիրել եմ մարդու իրավունքները, հասկացել եմ առհասարակ ինչ է խաղաղաշինությունը եւ ինչ է իրենց ներկայացնում եւ որ այն կարող է շատ մեծ հնարավորություններ տալ երիտասարդներին իրենց ուզած աշխարհը ստեղծելու համար։ Թեև մասնագետները ոչ ֆորմալ կրթությունն իրականացնում են ավելի ազատ ու ճկուն ձևաչափով, այդուհանդերձ այն կազմակերպված եւ համակարգված կրթական գործընթաց է։ Ունի նպատակ, ծրագիր, մեթոդաբանություն եւ պատասխանատուներ։ Ձևաչափն էլ կախված է թեմայից ու նյութի առանձնահատկությունից։ Կարող է լինել սեմինարների, տրեյնինգների, դասախոսությունների, քննարկումների եւ նույնիսկ խաղերի տեսքով։ Ունենք բնապահպանության ոլորտի հետ առնչվող տարբեր տրեյնինգներ եւ դասընթացներ, որը ստիպում է որպեսզի երիտասարդը ավելի հարգանքով եւ կարեկցանքով մոտենա մեր միջավայրին եւ բնությանը։ Ունենք նաեւ մտավոր եւ հոգեկան բարեկեցությանն առնչվող դասընթացներ, որոնք սովորեցնում են երիտասարդին ազատվել բարդություններից, լինել ավելի համարձակ, ինքնավստահ եւ ավելի ազատ արտահայտել իրենց էմոցիաները։ Նաեւ անցկացնում ենք մեդիագրագիտության դասընթացներ, սպորտային ակտիվություններ, շնչառական յոգայի դասընթացներ, ազգային պարեր, ֆիլմի դիտում եւ չմոռանանք, որ երիտասարդները կարիք ունեն ժամանցի եւ այստեղ կարող են սեղանի խաղեր խաղալ, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա եւ այլն։ Օրինակ, ես առաջ կաշկանդվում էի խոսել անգլերեն, իսկ ոչ ֆորմալ կրթությունը ու հենց մեր ծրագիրը ինձ տվեց այն հնարավորությունը, որ կարողանամ ազատ հաղորդակցվել անգլերենով, որովհետև թե ծրագրի խոսնակներն էին օտարազգի ու թե երբ որ շփվում էինք այլազգի երիտասարդների հետ, խոսում էինք անգլերեն, ու դա ավելի բարելավեց իմ հաղորդակցման հմտությունները։ Ոչ ֆորմալ կրթությունը չունի գնահատման համակարգ, հստակ դասացուցակ եւ քննություններ։ Փոխարենն ապահովում է ստեղծագործ եւ ինտերակտիվ միջավայր, գործնական առաջադրանքներ, փորձի փոխանակման եւ թիմային աշխատանքի հնարավորություններ։ Ոչ ֆորմալ կրթության ձևաչափը ինձ շատ է դուր գալիս, քանի որ մենք կարող ենք կլոր սեղանի շուրջ նստել եւ քննարկել, ինչ որ բան ուսումնասիրել խաղերի միջոցով ու քննարկումներ ունենալ անընդհատ, որպեսզի թեման ավելի լավ տպավորվի մեր մոտ։ Ոչ ֆորմալ կրթությունը նպաստում է նաև ինքնավստահության, քննադատական եւ ստեղծագործական մտածողության զարգացմանը, խթանում է սոցիալական եւ քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ներգրավվելու համայնքային կյանքում, կամավորական աշխատանքներում եւ ձեռք բերելու նոր ծանոթություններ ու կապեր։ Ծնողները սկզբում մտածում էին, որ չեմ կարող ֆորմալ կրթության հետ համատեղել ոչ ֆորմալ կրթությունը, բայց հետո ծրագրի արդյունքներից ողջավորված նաև աջակցել են ինձ ոչ ֆորմալ կրթության ծրագրերին մասնակցելու համար։ Մայրիկս է գտել այս կենտրոնի մասին տեղեկություն, ուսումնասիրել է եւ առանձնացրել է այնպիսի դասընթացներ, որ ես կարող եմ մասնակցել, իսկ հետո արդեն ես ընտրել եմ, որոնք եմ ուզում եւ եկել եմ մասնակցելու։ Ոչ ֆորմալ կրթությունը չի կարող եւ չունի միտում փոխարինելու օրինակ դպրոցական կրթությանը, քանի որ տարբեր են նպատակներն ու գործառույթները։ Կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձևերը միայն փոխլրացնում են միմյանց։ Ֆորմալ կրթությունը տալիս է հիմնարար եւ տեսական գիտելիքներ, իսկ ոչ ֆորմալ կրթությունն օգնում է կիրառել այդ գիտելիքները, զարգացնելով հմտություններ եւ կարողություններ, որոնք կարեւոր են թե մասնագիտական ոլորտում, թե առօրյա կյանքում։ Մենք արդեն գիտենք, որ ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է դպրոցական կամ համալսարանական պաշտոնական համակարգից դուրս, ունի հստակ նպատակ, կառուցվածք եւ կազմակերպված ձև։ Իսկ ոչ ֆորմալ կրթության կարևորության մասին կզրուցենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր ծնողական ժողովում եք։ Պետք է խնդրեմ, որ եւս մեկ անգամ ձևակերպենք, թե ինչ է ոչ ֆորմալ կրթությունը։ Ոչ ֆորմալ կրթությունը այն կրթությունն է, որը երիտասարդները եւ դեռահասները ստանում են դպրոցական կրթությունից դուրս, որևէ կազմակերպված տարածքում։ Այս ոչ ֆորմալ կրթության տարածքը կարող են լինել երիտասարդական կենտրոնները, որոնք գործում են Հայաստանի տարբեր համայնքներում ու հիմա նաեւ ավելանում են այդ կենտրոնները, որտեղ ամբողջ գործընթացը կազմակերպ
կազմակերպված է եւ որտեղ աշխատում է նաեւ երիտասարդական աշխատողը, ով համակարգում է ամբողջ գործընթացը եւ օգնում է դեռահասներին եւ երիտասարդներին նոր հմտություններ ձեռք բերել։ Եվ այսպես, ինչ է տալիս ոչ ֆորմալ կրթությունը երեխային, դեռահասին, երիտասարդին։ Հետաքրքիր է նաև հետազոտահեն տվյալ ունենալ, թե արդյունքում ինչ ենք մենք ստանում, երբ երեխային ներգրավում ենք նմանատիպ ակտիվություններում։ Ուզում եմ հստակ նշել, որ ոչ ֆորմալ կրթությունը կամավոր կերպով է իրականացվում եւ դա շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդները իրենք ուզեն գնալ ոչ ֆորմալ կրթություն դեպի, իսկ թե ինչ է տալիս ոչ ֆորմալ կրթությունը, դա այն բոլոր հմտությունների փաթեթն է, որը մենք չենք ստանում դպրոցում։ Իսկ հիմա 21-րդ դարն է եւ գիտենք բոլորս, որ շատ հմտություններ եւ գիտելիքներ կան, որոնք բաց են թողնվում եւ դպրոցական կրթության ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող երիտասարդները այդ ամբողջը ստանալ։ Դա թիմային աշխատանքն է, ստեղծագործական մտածելակերպն է, համայնքային ներգրավվածությունն է, ինչպես նաեւ այն հնարավորությունն է, որ մենք երիտասարդներին սովորում ենք մտածել, ոչ թե ինչ մտածել, այլ ինչպես մտածել, վերլուծել, հարցեր տալ եւ օգնել ոչ միայն իրենց ընտանիքին, այլ նաեւ համայնքներին։ Իսկ հիմա փորձենք բացատրել, ուր գնալ ոչ ֆորմալ կրթություն ստանալու։ Ոչ ֆորմալ կրթություն ստանալու համար կարող են գնալ եւ երիտասարդական կենտրոններ կամ միջավայրեր, որոնք հիմա ստեղծվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ու նաեւ Երևանի տարբեր վարչական տարածքներում, ինչպես նաեւ կարող են գնալ տարբեր հասարակական կազմակերպություններ, եթե չկան կենտրոններ, որոնք տվյալ համայնքներում գործունեություն են ծավալում, ու շատ կարեւոր է, որպեսզի ծնողները կարողանան նաեւ խթանել եւ խրախուսել իրենց երեխաներին, որպեսզի նրանք կարողանան գնալ տվյալ վայրեր կրթություն ձեռք բերելու համար, ու ծնողները նույնպես կարող են այցելել եւ ծանոթանալ, թե տվյալ կառույցները ինչով են զբաղվում եւ ինչպիսի հմտություններ են պատրաստվում իրենց երեխաներին տալ, որպեսզի ավելի հանգիստ լինեն, քանի որ նման տեղերը ստեղծվում են, որպեսզի անվտանգ ու ապահով միջավայր լինեն երիտասարդների համար։ Իսկ հիմա կառաջարկեմ մեր զրույցը շարունակենք ծնողների հետ։ Համեցեք։ Ուսումնասիրելով ոչ ֆորմալ կրթության թեման հասկացանք, որ այստեղ էլ կան տեղեկատվական բացեր, որոնք ստիպում են ծնողներին կամ անլուրջ վերաբերվել դրան, կամ նույնիսկ վախենալ ու հեռու պահել իրենց երեխաներին ոչ ֆորմալ կրթություն տվող հաստատություններից կամ նախաձեռնություններից։ Դուրս ենք բերել 4 կարծրատիպ, որոնք պահանջում են մասնագետի մեկնաբանությունը։ Հարգելի ծնողներ, խնդրում եմ վերցրեք այս թերթիկները, որտեղ ձևակերպված են կարծրատիպեր։ Պետք է խնդրեմ յուրաքանչյուր այդ ընթերցի դրանցից մեկը եւ կխնդրենք Հասմիկի մեկնաբանությունը։ Խնդրեմ Զարա։ Հնարավոր չէ իմանալ, թե ովքեր են հաճախում երիտասարդական կառույց եւ արդյոք անվտանգ միջավայրում են գտնվում երեխաները։ Մենք նման առնչություն ունեցել ենք տղայիս հետ, հաճախել ենք IT կենտրոն, որտեղ մեզ խոստանում են, որ երեխան ծրագրավորում կսովորի, այնուհետև պարզվեց, որ ընդհանրապես խաղում են եւ լուրջ չեն զբաղվում։ 2 ամիս անց մենք ուղղակի դադարեցինք հաճախել այդ խմբակը։ Իհարկե ես կարող եմ ասել, որ խաղալով նույնպես սովորում են երեխաները ու միգուցե տարիքին համապատասխան հնարավոր է խաղերի միջոցով նաև ինչ-որ բաներ սովորեցնել, բայց երբ խոսքը գնում է երիտասարդական կառույցների մասին, կենտրոնների կամ հասարակական կազմակերպությունների մասին, այնտեղ հստակ կազմակերպված է աշխատանքը եւ ծնողը իհարկե կարող է ցանկացած պահի մոտենալ եւ հարցնել, թե ինչ են դասավանդում երիտասարդներին, երեխաները ինչով են զբաղվում, արդյոք շրջապատը ապահով է եւ անվտանգ է, որպեսզի կարողանան վստահ լինեն, որ իրենց երեխաները ճիշտ տեղ են գնում։ Իսկ սա մտնում է բոլոր կառույցների հիմնական կազմակերպչական եւ գործավարական մեթոդների մեջ, որպեսզի տարածքը ապահով եւ անվտանգ լինի եւ ծնողներն էլ հասանելիություն ունենան։ Այստեղ պետք է միշտ հիշենք, որ մենք ունենք իրավունք միշտ հետաքրքրվելու, հարցնելու, ձևակերպելու մեր մտահոգությունները, համագործակցության եզրեր գտնել տվյալ կառույցի հետ, ըստ երեխայի առանձնահատկությունների, ցանկությունների, այսինքն միշտ կարելի է համագործակցել, միշտ կարելի է զրուցել եւ գտնել ընդհանրություններ։ Այո, ես իմ փորձից ելնելով եւ ոլորտում աշխատելով կարող եմ ասել, որ բոլոր նմանատիպ կառույցները շատ բաց են, քանի որ իրենք էլ են ուզում, որպեսզի ծնողները ավելի վստահ լինեն եւ երեխաները ավելի ապահով միջավայրում լինեն։ Շատ լավ, Մարիամին էլ լսենք, եւս մեկ կարծրատիպ է տարածված, նույնիսկ կարելի ասել իրավիճակ։ Խնդրեմ։ Ոչ ֆորմալ կրթությունը եւ պարբերական այցերը երիտասարդական կենտրոն ընդհանրապես պատրվակ են դասերը չանելու համար։
Կարծում եմ այս խնդիրից կարելի է հեշտ խուսափել դնելով դասերը տնային աշխատանքները առաջինը, որպեսզի երեխան մոտիվացիա ունենա արագ եւ որակով տնային աշխատանքները անել, վերջացնել ու նոր անցնել իր հետաքրքրություններին, ոչ ֆորմալ կրթությանը։ Նմանատիպ կառույցները նաև հնարավորություն են տալիս, որպեսզի երեխան հենց իր տնային աշխատանքները կարողանա կենտրոնում իրականացնել, որովհետև նման կենտրոնները ավելի երիտասարդակ կենտրոն են եւ երիտասարդներին գրավում են, որպեսզի իրենք այնտեղ լինեն եւ մենք համայնքներում աշխատելով տեսել ենք նաեւ, որ ավելի շատ բարելավում է առաջադիմությունը երիտասարդների եւ երեխաների դպրոցական, երբ որ նրանք նաեւ հաճախում են երիտասարդական կենտրոններ, քանի որ այնտեղ իրենք կարող են ազատ արտահայտվել, կամավոր են գնում, կարող են իրենց կարծիքը ասել եւ ոչ մի քննադատության չհանդիպել ու նաեւ տարածքը հոգեբանապես է նաեւ ապահով եւ իհարկե նաեւ ֆիզիկապես։ Դրա համար մենք տեսել ենք նաեւ հակառակ միտումը, երբ որ առաջադիմությունն է բարելավում եւ թե դպրոցում են դա նշել եւ թե ծնողները։ Այսինքն կենտրոնը նաեւ ընդհանուր խրախուսում է, որպեսզի երիտասարդները ավելի լավ սովորեն։ Երևի թե ոչ ֆորմալ կրթության այդ տիրույթը, այդ միջավայրը ակտիվացնում է երեխայի հետաքրքրությունը եւ ներուժը, իհարկե, քանի որ նաեւ տեսնում են, թե ինչով են զբաղվում իրենց մյուս հասակակիցները։ Տարբեր հետաքրքրություններ ունեն, միգուցե մեկը գիտար է նվագում, միգուցե մեկը պատմություններ է գրում կամ ուղղակի նստում տարածքում գիրք է կարդում, որը էլի շատ կարեւոր է երիտասարդի եւ երեխայի զարգացման։ Շատ լավ, Էդուարդ, եթե պատրաստ եք, ձեր տարբերակը լսենք։ Ինչ իմանամ, թե ինչ են սովորեցնում։ Գուցե ինչ որ քարոզչություն է ուղեղի լվացում։ Իրական նման բանի հետ առնչվել ենք, պետք է ուսումնասիրել եւ խորանալ ինքնդ, այսինքն ոչ թե ուղղակի տալ ու հետո մտածել չէ լավ, եթե չեմ տալու եմ ու ինքս չհետաքրքրվեմ, միգուցե վախենալու է, բայց եթե տալու ես ու հետաքրքրվես, գնաս տեսնես ինչ են սովորում, այդքան վախենալու չի դառնում մարդ։ Շատ կարեւոր է, որպեսզի ծնողը նաեւ լինի ակտիվ եւ ունենա այն կապը երեխայի հետ, որ երեխան կարողանա նաեւ գալ տանը պատմել, թե ինչով են զբաղվում կամ ինչ ավելյալ հմտություններ են սովորում։ Այն կենտրոնները, որոնց հետ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք, այն կենտրոնները, որոնք Հայաստանի Հանրապետության աջակցությամբ են ստեղծվում ու նաեւ տարբեր հասարակական կազմակերպություններ, իհարկե քարոզչությամբ չեն զբաղվում, բայց ամեն դեպքում ծնողի ուշադիր լինելը եւ երեխայի հետ կապ ունենալ, ինչպես նաեւ, քանի որ արդեն նշեցի, նախապես գնալ եւ տեսնել, թե ինչ են սովորեցնում, շատ կարեւոր է նաեւ հանգիստ լինելու համար։ Շնորհակալություն։ Եվս մեկ կարծրատիպ կամ տարածված իրավիճակ։ Երեխաները ներգրավում են սոցիալական կամ էկո նախաձեռնությունների մեջ, որոնք անիմաստ են նրանց տարիքում։ Երեխային թող վայելեն մանկությունը։ Իսկ ով է ասել, որ նման նախաձեռնությունները երեխաների մանկության մասը չեն կազմում։ Իրականում կազմում են ու շատ կարևոր են, որովհետև երբ որ մանկությունից այդ հիմքը դրվում, այդ մասնակցությունը, ակտիվիզմը, իրանց հետաքրքրությունները տարբեր ոլորտներում, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքներ են տալիս ավելի մեծ հասակում։ Եվ ես կարծում եմ նաև, որ այդ մանկության այդ շրջանում երեխաները ավելի հեշտ ընկալունակ են եւ ինչքան վաղ հասակում են սկսում ներգրավել, այնքան ավելի շատ եւ տեղեկատվություն եւ հմտություններ են կարողանում ձեռք բերել։ Այս իրավիճակում կարծում եմ խոսքը նաև նրա մասին է, որ ծնողները ենթատեքստը այսպես են հասկանում, որ քաղաքացիական ակտիվությունները երեխային մղում են դեպի քաղաքականություն, այս կամ այն կերպով, այս կամ այն ոլորտ քաղաքականության, երբեմն այդպես էլ լինում է, այսինքն մտավախության ենթատեքստը ենթադրում եմ սա է։ Իհարկե հավանաբար նման մտավախություն ունեն, բայց քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը բացարձակ տարբեր բաներ են ու կարծում եմ, որ ցանկացածս պետք է քաղաքացի լինենք ակտիվ, որպեսզի նաև իմանանք, թե ոնց ենք մեր համայնքին աջակցում, ինչ փոփոխություններ ենք բերում ու ծնողի հետ շատ համաձայն եմ, որ սա նաև զարգացնում է երիտասարդին ու բացի նրանից, որ ժամանակ ավելի հետաքրքիր է անցնում, նրանք նաև կարողանում են հասկանալ, որ իրենք կարող են լինել այն ներուժը, այն փոփոխություն բերողը, որ համայնքում կարող է որևէ նախաձեռնություն իրականացնել եւ փոփոխություն բերել, իսկ դա արդեն պատասխանատվություն է նաև սովորեցնում երեխաներին։ Մի երևույթ եմ նկատում, կարծում եմ դուք էլ տեսած կլինեք, երբ ծնողները երեխային չասենք մղում են, ուղղորդում են դեպի երիտասարդական կառույցներ, երիտասարդական նախաձեռնություններ եւ ակտիվություններ, մի փոքր հաշվենկատ լինելով, իմանալով, որ համալսարանները հիմա արդեն հաշվի են առնում, օրինակ, կամավորությունները, երեխայի կամավորական ակտիվությունը, երեխայի ներգրավվածությունը, ինչ-ինչ քաղաքացիական նախաձեռնություններում եւ այլն։ Եվ սա ոչ թե երեխայի ցանկությունն է, երեխայի մոտիվացիան է, այլ ծնողի ներդրումն է նրա ապագայի մեջ։ Այս երևույթը դրական թե բացասական է գնահատում։ Ինձ թվում է երկու
երկու կողմն ունի եւ դրական եւ բացասական։ Միգուցե երեխան չի պատկերացրել իրեն ինչ է սպասում, երբ որ նա գնա որևէ կառույց հմտություններ ձեռք բերելու, ու այն մղումը, որ ծնողը փորձում է խթանել, նրան կօգնի գնալ եւ տեսնել եւ շարունակել։ Իհարկե բացասականն էլ այն է, որ երբեմն մենք մեր երեխաներին տանում ենք դեպի այն, ինչ մենք ենք ուզում ունենալ կամ չենք ունեցել, որը երբեմն նաեւ հակասություններ է բերում հենց երիտասարդի մեջ, երեխայի մեջ, ինքը իր ցանկությունների հետևից գնա, թե ծնողի ցանկությունների հետևից գնա։ Իհարկե երկու կողմ էլ կա, եւ բացասական եւ դրական, ու նաեւ նմանատիպ կենտրոններն ու նաեւ ոչ ֆորմալ կրթությունը կարծում եմ օգնում է երեխաներին, որպեսզի իրենք նաեւ գիտակցված ընտրություն կարողանան կատարել։ Եվ վերջում կխնդրեմ, որ հուշեք ծնողներին, այն հետաքրքրված ու պատասխանատու ծնողներին, ովքեր գտնում են, որ երեխան ունի ցանկություն, ունի ներուժ եւ երեխան էլ ուզում է ներգրավել ոչ ֆորմալ կրթության այս կամ այն հարթակում, 3 կարևոր հանգամանք կամ 3 կարևոր հարց, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Օրինակ, ինչ հարցերով ծնողը կարող է մոտենալ տվյալ կառույցին, կամ ինչ 3 հանգամանքների վրա կենտրոնացնի իր ուշադրությունը, որպեսզի լինի վստահ, որ երեխան ապահով միջավայրում է, ապահով ձեռքերում է եւ նրա գործունեությունը օգուտից բացի ոչ մի վնաս չի բերելու երեխային։ Ծնողը իհարկե կարող է այցելել առաջին հերթին կենտրոններ եւ նաեւ խնդրել, որպեսզի իրենք ցույց տան, թե ինչ հմտություններ են զարգացնում։ Ցանկացած կենտրոն ունի ամսվա կամ տարեկան պլան, որտեղ հստակ նշված է, թե ինչ դասընթացներ կամ ինչ խմբակներ են լինում։ Բացի դրանից, նման խմբակները նաեւ գալիս են երիտասարդների ցանկությունից եւ ծնողը կարող է նաեւ խոսել իր երեխայի հետ եւ հասկանալ, թե իրենք ինչ ցանկություններ ունեն եւ ինչ են առաջարկել։ Դրանից բացի կան աշխատողներ, ովքեր վերապատրաստված են, իրենք երիտասարդական աշխատողներն են, ովքեր ունեն այն հմտությունները եւ կարողությունները, որպեսզի կարողանան ճիշտ ուղղորդել երեխաներին եւ իրենց հետ աշխատել։ Կարող են նաեւ իհարկե Հայաստանում շատ է գործում ծանոթ բարեկամի միջոցով ինֆորմացիան իմանալը, ու մենք տեսել ենք, որ նաեւ կենտրոններում դա շատ գործում է, որովհետեւ երեխաները գալիս են, երբ որ լսում են, որ իրենց ընկերն է գնացել, իրենց բարեկամի երեխան է գնացել, կարող են նաեւ հետաքրքրվել ծանոթների եւ ընկերների միջոցով։ Շնորհակալ եմ Հասմիկ, որ այսօր ծնողական ժողովում եք, այս տեղեկատվությունը շատ կարևոր էր մեզ համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ոչ ֆորմալ կրթության ճանապարհն ընտրած շատ մեծահասակներ արձանագրում են։ Մասնագիտական կողմնորոշման, սեփական ընդունակությունների բացահայտման ճանապարհին շրջադարձային դեր է ունեցել ոչ ֆորմալ կրթությունը։ Դրա մասին մենք կարող ենք երկար խոսել, բայց վստահ եմ, մեկ ցայտուն օրինակը շատ ավելի տպավորիչ կլինի։ Ոչ ֆորմալ կրթությունը ինձ համար շատ կարևոր գործիք է։ Նախ եւ առաջ ես կարողացել եմ բացահայտել ինքս ինձ։ Սկսել եմ հասկանալ, թե ինչն է ինձ դուր գալիս, ինչն է ինձ հետաքրքիր։ Ես Տոնոյան Ալան եմ, 18 տարեկան, Գյումրիից եմ եւ արդեն մի քանի տարի շատ ակտիվ երիտասարդ եմ իմ համայնքում։ 2022 թվականից սկսած հաճախել եմ Գյումրու երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոն, եւ այնտեղ սկսել եմ հաճախել մարմնի լեզվի ակումբի, էկո ակումբի, անգլերենի եւ ֆրանսերենի ակումբների։ Եվ դրա շնորհիվ բարելավել եմ իմ հաղորդակցման հմտությունները։ Հաջորդ հմտությունը, որը ձեռք եմ բերել ոչ ֆորմալ կրթության շնորհիվ, քննադատական մտածողությունն է, որը առօրյայում ինձ շատ պետք է գալիս, մանավանդ հիմա, երբ ինֆորմացիոն շատ մեծ դաշտ կա, ես մտածում եմ, որ շատ կարևոր է լինել մեդիագրագետ ու ունենալ այդ հմտությունը։ Երբ դու մասնակցում ես աշխատարանների, լսում ես պանելային քննարկումներ, շատ կարևոր է նաև, որ դու ինքդ կարողանաս ինչ-որ փոփոխություններ բերել քո համայնքում ու գործնականում ինչ-որ հետք թողնես։ Օրինակ, երիտասարդ քաղաքացիները գործում են ծրագրի ժամանակ, ես ու մի շարք երիտասարդներ մասնակցել ենք դասընթացների, թիմի ու երիտասարդների փոխհարաբերությունների մասին։ Այնուհետև մենք պիտի վերհանենք Գյումրի համայնքում տեղի ունեցող ինչ-որ հիմնախնդիր ու փորձենք դրան լուծում տալ։ Մենք վեր էինք հանել գետնանցումների ոչ բարվոք վիճակի խնդիրը ու համագործակցելով համայնքապետարանի հետ դրանք մաքրվել էին, ինչպես նաև մեզ միացել էր գեղանկարիչ, ով կոլորիտային տեսարան նկարեց գետնանցումի վրա ու այսպիսով խնդիրը որոշակիորեն լուծում ստացավ, քանի որ գետնանցումը ստացավ ավելի հաճելի ու գրավիչ տեսք, ինչը նաև ապահովում էր մարդկանց անվտանգությունը, որովհետև սկսում էին անցնել գետնանցումով, այլ ոչ թույլատրելի հատվածով փողոցի։ Շատ կարևոր է, որ դու որպես երիտասարդ նաև լինես նախաձեռնող, որպեսզի քո կատարած աշխատանքից հետո լինեն ինչ-որ փոփոխություններ։
Օրինակ վերջերս ես եւ իմ ընկերը կազմակերպել ենք կոնֆերանս, որտեղ հրավիրել էինք երիտասարդների, դպրոցականների ու Գյումրու ՀԿ-ներից մի քանիսին։ Այդ հանդիպման հիմնական նպատակը այն էր, որ մենք հասկանանք, թե ինչու Գյումրիում երիտասարդները այդքան ակտիվ չեն, հնարավոր է չգիտեն ինչ-որ ծրագրերի մասին, այսինքն իրազեկված չեն։ Արդյունքում երիտասարդներն ու դպրոցականները ծանոթացել են հասարակական կազմակերպությունների գործունեություններին, իմացել են, թե իրենք ինչ նոր ծրագրեր, դասընթացներ ու ակումբներ ունեն, ու արդեն ըստ իրենց հետաքրքրությունների որոշում էին, թե որ հասարակական կազմակերպությունի եւ որ դասընթացին են ուզում մասնակցել։ Հիմա ես սովորում եմ Երևանի Պետական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի տեղեկատվական անվտանգության բաժնի առաջին կուրսում եւ իմ մասնագիտական կողմնորոշման հարցում ինձ օգնել է ոչ ֆորմալ կրթությունը, քանի որ ես Թումոյի շրջանավարտ եմ ու այնտեղ շատ դասընթացների եմ մասնակցել, բայց հասկացել էի, որ օրինակ խաղերի ստեղծումն ու ծրագրավորումը ինձ շատ հետաքրքիր են ու որոշել էի, որ հենց այս բաժին եմ դիմելու ու խորացնելու իմ գիտելիքները։ Այդ բոլոր ծրագրերը, որոնց ես մասնակցել եմ, եղել է իմ ներքին մղումը, այլ ոչ թե այն ցանկությունը, որ ես ունենամ ավելի շատ պատվոգրեր ու դրանք կցեմ հետագայում իմ CV-ին։ Եվ ուզում եմ, որ բոլոր երիտասարդները առաջնորդվեն այդ մտքով ու առաջնային նպատակը իրենց լինի հենց իրենց հմտությունների զարգացումը, ընկերների ձեռքբերումը ու գիտելիքների ձեռքբերումը, այլ ոչ թե CV-ում ավելի շատ տողեր ունենալը։ Սկզբում քեզ կարող է թվալ, որ ոչ ֆորմալ կրթությունը խանգարելու է քո դասերին կամ լինելու է անիմաստ ու անհետաքրքիր, բայց ես իմ փորձով կարող եմ վստահեցնել, որ դա այդպես չէ։ Ու երբ դու սկզբում գալիս ես ու անծանոթ միջավայրում ես գտնվում, ինչ որ դասընթացի ես օրինակ եկել մասնակցում, շատ բաներ քեզ համար անհասկանալի են, հակառակը հասկանում ես, որ ինչ որ նոր բաներ ես բացահայտում քո մասին, ու այս ճանապարհին ես ուզում եմ, որ բոլոր երիտասարդները հենց այդ գաղափարով առաջնորդվեն ու հասկանան, որ ոչ ֆորմալ կրթությունը հենց այն կարևոր գործիքն է, որը օգնելու է ցես ինքնակրթվել, ինքնազարգանալ ու աճել։ Այսօրվա մեր քննարկման թեման ոչ ֆորմալ կրթություններ, փորձեցինք տարբեր տեսանկյուններից նայել երևույթին, նաև լսեցինք փորձագիտական կարծիք եւ հետաքրքիր է հարգելի ծնողներ, արդյոք այս հանդիպման արդյունքում դուք վերահաստատեցիք ձեր համոզմունքները, թե գուցե որոշ տեղերում նաև փոխեցիք ձեր կարծիքը, ձեր մոտեցումները այս երևույթի նկատմամբ, խնդրեմ Զարա։ Ես կարծում եմ, որ բոլորս միակարծիք կգնանք այս հաղորդումից հետո, գուցե որոշ ծնողներ խորշում են այդ ազատությունը տալ երեխային, այդ ընտրության ազատությունը, մտածում են, որ այսօր այդ ներդրումը ինչ պետք է տա փոքրիկ երեխային, բայց կարծում եմ, որ երեխան փոքր տարիքից երբ ընտրություն ունի, ընտրության հնարավորություն ունի, ապա մեծահասակ տարիքում շատ ավելի դա կզարգանա ու արդյունքները ավելի մեծ կլինեն։ Պետք չեն իհարկե բոլորիս լիդերներ, բայց եթե երեխան ունի լիդերական ինչ-որ հակումներ, ապա դրանք կզարգանան, այդ հմտությունները ավելի մեծ ներուժ կստանան ու մեծահասակ տարիքում շատ պարզ կերևա, կարծում եմ խորշել պետք չի, ուղղակի պետք է ճիշտ ընտրություն անել։ Ես էլ կարծում եմ, որ ոչ ֆորմալ կրթությունը հավասարաչափ կարևոր է, ինչքան որ ֆորմալ կրթությունը, քանի որ մեծանուն մարդիկ ձևավորվում են ոչ թե ֆորմալ կրթության շնորհիվ, այլ հենց այդ ոչ ֆորմալ կրթության շնորհիվ, երբ որ զարգացնում են այդ տաղանդը, ուժեղ կողմը, որպեսզի տարիներ հետո արդեն ունենանք չեմպիոններ, լիդերներ, այսպես ասած, տաղանդավոր եւ մեծանուն մարդիկ։ Ամենակարևորը, որ այո, մենք ծնողներս պետք է երեխաներին տանք հնարավորություններ կրթվելու, ուսումնասիրելու, իրենց հետաքրքրությունները բացահայտելու, ձեռք բերելու այն քննադատական մտածողության հմտությունները, որն էլ իր հերթին երեխաներին կդարձնի իսկապես պատասխանատու քաղաքացիներ մեր երկրի համար։ Շատ հաճախ ծնողները այո, այս մտքից խորշում են, որովհետև երևի վախում են, որ շատ դժվար է ինքնուրույն որոշումներ կայացնող եւ քննադատական մտածողություն ունեցող երեխաներին մեծացնել, այն էլ այս արագ զարգացող դարում, բայց ընդհանրապես վախենալու բան չկա, ես կարծում եմ, որ պետք է ուղղակի նրանց կողքին կանգնենք ու միանշանակ մենք էլ ինքներս այդ ամենից լի ինֆորմացիա, տեղեկատվություն ստանալու ենք։
Շատ հաճախ մենք հանդիպում ենք նաև այնպիսի երևույթի, երբ որ ծնողները ուղարկում են ինչ-որ խմբակների կամ ոչ ֆորմալ կրթության, ոչ թե նրա համար որպեսզի զարգացնեն տաղանդը կամ ինչ-որ նման բաներ, այլ որովհետև ինչ-որ բուհերում կամ բարում դա կարա որպես պլյուս դիտարկվի, չէ, այսինքն կամ էլ օրինակ կարա ինչ-որ ստատուսային իրանից մոդայիկ է շատ, այո, մոդայիկ է, ստատուսային է կամ նման բաներ, ու այդպիսի դեպքերում կարա լինի նաև այն երևույթը, որ չի դիտարկվում երեխայի իսկական պահանջներն ու ցանկությունները ու ստիպողաբար է գնում, ու ինձ թվում է այդ դեպքում կարա հակառակ էֆեկտ նույնիսկ տա, ու երեխան մեծանա որոշակի ինֆանտիլիզմով, որովհետև իր տեղը ամեն ինչ որոշել են արդեն, ինքը չի մասնակցում այդ ամեն ինչում ու հակառակ էֆեկտ է առաջացնում, դրա համար կարծում եմ շատ կարևոր է ուշադիր լինել, թե ինչքանով երեխան դրա մեջ ծուկը ջուրում է իրենց սկսում զգալ, ոնց որ կոպիտ ասած։ Համաձայն եմ այս մտքերի հետ, ես էլ մի լրացում ունեմ։ Զուտ այն պատճառով, որ սա ծնողական ժողովն է, մենք խոսեցինք բացառապես երեխաների ոչ ֆորմալ կրթության մասին։ Այսինքն անհերքելի փաստ է, կրթությունը տարիք ու ժամկետ չի ճանաչում, իսկ իդեալական տարբերակում շարունակվում է մարդու ամբողջ կյանքում։ Խնդրում եմ հենց այսօր 5 րոպե տրամադրեք մտածելու, երբեք վերջին անգամ գիրք կարդացել, երբեք վերջին անգամ գեղարվեստական ֆիլմ դիտել, գնացել թատրոն, զբաղվել սիրելի մարզաձևով, սկսել նոր նախասիրություն։ Ու ամենակարևորը, ձեր երեխաները տեսնում են նորի հանդեպ ծարավ ունեցող, պրպտող, որևէ հետաքրքրություն ունեցող ու դրա մասին ոգևորված խոսող ծնողի։ Կյանքի հանդեպ ծարավը հագեցնելու ամենակարճ ու անվնաս ճանապարհը սովորելն է։ Սովորեք դուք ու վարպահեք ուսման հանդեպ ձեր երեխաների հետաքրքրությունը։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ ձեր փորձն ու գիտելիքը այսօր ծնողական ժողով բերելու համար։ Կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։